Բարև ձեզ մխիթար Սեբաստացի, մենք ցանկանում ենք ձեզանից հարցազրույց վերցնել, կարող եք մի փոքր պատմել ձեր կենսագրությունից։ Ես ծնվել եմ 1676 թ. Սեբաստիայում։ Տեսնելով կրթության պակասը ես մեկնել եմ Եվրոպա 1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնադրել Մխիթարյան միաբանությունը։ Ես մեծ ուշադրություն եմ դարձրել հայերենի պահպանմանը, գրքերի տպագրությանը, թարգմանություններին։ Ինչու եք կարևորել մայրենի լեզվով կրթությունը։ Որովհետև լեզուն ժողովրդի հոգին է։ Եթե ժողովուրդը մոռանա իր լեզուն, ժամանակի ընթացքում կմոռանա նա իր պատմությունն ու ինքնությունը։ Մայրենիով կրթությունը ազգը ամուր պահելու ամենահուսալի ճանապարհն է։ Ինչպես կգնահատեք այսօր հայրենի վիճակը։ Եթե լեզուն ապրում է մարդկանց շուրթերին ու գրքում, ուրեմն այն դեռ ուժ ունի։ Բայց լեզուն մշտապես խնամքի կարիք ունի։ Պետք է այն սիրել, ճիշտ օգտագործել, զարգացնել։ Ինչ դեր ունի գրականությունը ժողովրդի կյանքում։ Գրականությունը ոչ միայն պատմում է, այլ նա դաստիարակում է։ Այն սովորեցնում է մտածել, զգալ, տարբերել բարին չարից։ Եթե մեկ խորհուրդ տայիք ապագա սերունդներին, որը կլիներ։ Սիրեցեք ձեր լեզուն, սովորեք առանց հոգնելու, երբեք մի մոռացեք, ով եք, որտեղից եք գալիս։